Լրատվական ռադիոն եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Հինգշաբթի 16:20 ուրբաթ 12:20 Բարև ձեզ ելի ռադիոընկերներ, եթերում է Երկիր Զաբախա հաղորդումը, ես Վահես Արկսյանն եմ։ Ջավախքի մեծերի շարքում այսօր մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու արձակագիր, կինոսցենարիստ եւ կինոռեժիսոր Աղասի Այվազյանի կյանքը եւ ստեղծագործական ժառանգությունը, որի համար այսօր տաղավար ենք հրավիրել Այվազյանի արվեստի նվիրյալ, բանասիրական գիտությունների թեկնածու, հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս Այվազյանագետ Անի Փաշայանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Փաշայան, համաձայն ավանդույթի մեր հաղորդման սկզբնամասում կներկայացնեք, թե ինչ գերդաստան է Ախալցխայի հյուսիսային կողմում գտնվող Գեղատեսիլ Լաբաստուման ավանում 25 թվականին ծնունդ տվել Աղասի Այվազյանին։ Հետաքրքիր է լսել նաև այս ազնվագույն մարդու արմատների, մանկության եւ պատանեկության տարիների մասին, նաև այն մասին, թե ինչպես նրա ընտանիքն Լաբաստումանից տեղափոխվեց Թիֆլիս։ Կխնդրեի հատուկ անդրադառնանք այն բոլոր պատմություններին կամ հուշերին, որոնք Աղասի Այվազյանի միջոցով մեզ բոլորիս տանում են դեպի հայրենի Ջավախք, հրաշագեղ Ախալցխա եւ Աբաստուման։ Սա իրոք հետաքրքիր հարց է, անչափ նույնիսկ հետաքրքիր հարց, որտեվ հենց այստեղից է ուրվագծվել եւ շարունակաբար ընթացել Այվազյան մտավորականի, Այվազյան արվեստագետի գրողի եւ մշակութաբանի ամբողջ կյանքի պատմությունը։ Այո, նրա նախնիները Էրզրումից են եւ 22000 հայ բռնելով ճանապարհ դեպի արդեն Վրաստան կանխորոշել են Այվազյանի ճակատագիրը եւ նա Այվազյան երևույթը ընկալում է որպես սահմանադրություն նույնիսկ ոչ միայն գերդաստան, արմատական գերդաստան, որտեղ աչք է բացել եւ տեսել, այսինքն զգացել այն համն ու հոտը իր գերդաստանի ավանդույթների եւ ընդհանրապես սկսած ուտեստներից միջև խոր մասնագիտական նույնիսկ, որտեղ նրանք դարբիններ են եղել, Այվազյանի հայրը պապը դարբիններ են եղել եւ ինքը ինչպես անվանում է հետաքրքիր դամրջնոց անվանմամբ այս տեղանքը Ջավախքի բարբարով։ Այո, դամրջնոց եւ դա հենց անմիջապես արձագանք է գտել Եռանկյունին ստեղծագործության մեջ հայտնի վիպակում նրա այդ բոլոր երևույթների ինչ որ եղել է գրեթե նույնպես նա պահպանել է այստեղ։ Սա մի 5 գերդաստան էր իր ավանդույթներով, իր հետաքրքիր ազնվական ծագմամբ եւ գալով այստեղ փաստորեն նրանք հիմք են դրել մի մեծ գերդաստանի ունենալով կայուն ավանդույթներ։ Աբաստումանում են նրանք։ Ոչ, նրանք եկել են եւ Ախալցխայում, Աբաստումանում ապրել է նրա մայրական փաստորեն կողմը, այսինքն մայրական տատը եւ պապը եւ նրա ծնունդը կապված է այնքանով, որ մայրը երբ պետք է ունենար արդեն Աղասի Այվազյանին, եկել է իր հորտուն, օջախ, այսպես ասած արձակուրդներին հանգստանալու ամառային մի այդպես շրջանում, բայց նա ծնվել է գարնանը, այսինքն ամառվանից նա եղել է մայրը իր հորտանը եւ մարտին գարնանը ծնվել է Աղասի Այվազյանը։ Այսինքն զուտ այսպես մորական։ Այո, այնտեղ է եղել եւ այո, այսել է ապրել։ Նրանք ապրել են Ախալցխայում, որից հետո եկել են Թիֆլիս եւ Աղասի Այվազյանի աչքը այսպես ասած բացվել է հենց Թիֆլիսում։ Վաղ մանկության տարիներին նաեւ ապրել է Ախալցխայում, բայց իհարկե Աբաստուման, հետո Ախալցխա եւ Թիֆլիս։ Եվ Թիֆլիսում է սկսվել նրա ամբողջ փաստորեն արդեն մշավորպես արվեստագետ ձևավորվել է Թիֆլիսում։ Սկսած Պիոներսկայա Պրավդա թերթից, հետո թատրոն, Գեղարվեստի ակադեմիա, բացի դրանից նաև երաժշտական դպրոց ջութակի դասարան, նկարչություն նաև, նա տարբեր մասնագիտություններ է ունեցել, նույնիսկ արհեստներ է ունեցել եւ Աղասի Այվազյան այս երևույթը փաստորեն սկիզբ է առել տարբեր շերտերից ձևավորվել եւ դարձել է այսքան բյուրեղային արվեստագետ, ինչպիսին նա է։ Սա մի հետաքրքիր իրոք է դաստաներ, ահա ինչպես է նա հիշում։ Ես ծնվեցի Ախալցխայում իրերի բերմամբ, ինչպես ոմանք ծնվում են նավի վրա կամ գնացքի մեջ։ Մայրս վրացախոս բնիկ Թիֆլիսեցի 10-րդ դարում Վրաստան տեղափոխված հայությունից եւ հղիության պատճառով հանգստանում էր այնտեղ եւ ինձ աշխարհ բերեց այդ կտուրի տակ։ Արժեր մի երկու խոսք ասել այդ տան մասին, որտեղ տունն այդ կառուցել էր պապը Սերժումյան իր տան նմանությամբ։ Ընդհանրապես Սերժումն իր ամեն ինչով թաղերի դասավորությամբ, տների կառուցողական ոճով, բարբարով, հակ ու կապով, վարք ու բարկով, մակալներով տեղափոխվել էր Ախալցխա, հայկական թատրոն, հայկական դպրոցներ, խանութների ճակատին հայերեն ցուցանակներ։
Հաջիենցփուր, Գաթա Յաղլի, Բրիշկ Աղալադյան եւ մյուս վրացիները սովորում էին այս բոլորը հայկական դպրոցներում։ Իմ ճիչը ցեղից դարավոր աղմուկների ցնցկոմծումի թանձրուկը պապիս մեծ օդան լցվեց Էրզրումցի մանկաբարձուհու ձեռամբ։ Եվ նա եղած մի կյանք գրքում շատ մանրամասն ներկայացնում է Թիֆլիսային տարիների եւ իրենց ընտանիքի պատմությունով, ինչով է զբաղվել հատկապես հոր արտաքին փաստորեն ամբողջ դիմանկար հետագան արտահայտել է Եռանկյունիում։ Այ Էրզրումյան բնակչին, Էրզրումից եկած բնակչին հատուկ խստությունը քիչ խոսել, քաղցր մեղցր չխոսել, տղամարդու այս կանոնիկ վարքագիծը, նաեւ արտաքին դրսևորույթը, մի քիչ շիկա, այդպես շիկահեր եւ կանաչ աչքերը մանավանդ, որը հետաքրքիր ձևով նա անվանում է նա ասում է հատուկ անուն Չախալ, այսպես է ինչպես ընդունված է ասել, վրացահայրը շատ լավ գիտեն, բնորոշ Էրզրումահայրին այդ կանաչ աչքերը, որը հետո նա իհարկե դրոշմեց Եռանկյունի ստեղծագործության մեջ հոր դիմանկարում շատ ցայտուն է տալիս։ Եռանկյունուն դեռ կանդրադառնանք, ես կուզենայի մի պատմվածք հիշել, եթե չեմ սխալվում, վերնագիրը ձիերին հատկացված ճանապարհը, ուղղակի ամեն անգամ կարդալով այդ պատմվածքը չես կարող նրա հետ հատկապես ճանապարհը Բորժոմից դեպի հատվածը մտովի չանցնել եւ այդքան հետաքրքրական ձիերի հետ այդ զրույցը զրույցը երկու հետաքրքիր շատ ձիերի իհարկե նրանց տակ թաքնված են մարդիկ եւ Կուրկաև Մարուսի ամուսների այդ վարքագծով որոնք փաստորեն լծված էին սայլին Յուվանի եւ ծեծվում էին մտրակից, սա շատ հոգեբանական խիստ իր մեջ ենթատեքստ ունի, ես չգիտեմ ինձ բացել փակագծերը թե ոչ, որովհետեւ իհարկե կային դրդապատճառներ, դժվար էր մարդու կյանքը հայրենիքից հեռու թեկուս Վրաստանում նա ուներ դժվարություններ եւ անդադ դրա համար նա ձգեց այդ ամենը եւ բերեց Երևան ի վերջո, չէ 40 տարեկան նա տեղափոխվեց եւ բացօր այդ մարդու կյանքի դժվարության մի դրվագն էլ այս պատմվածքում է երևում եւ այդքան մեծ սեր որքան նա ցույց է տվել այստեղ հայրենի բնաշխարհի, այսինքն ինքը աչքը բացել է այդտեղ եւ պապիտան այդ ամբողջ զորեղությունը արմատական այս օջախային դա ցույց է տվել եւ ի վերջո այդ օջախի երևույթը Եռանկյունում շատ բացվեց ավելի եւ շատ ուրիշ պատմվածքներ ինչպես հայրենիքը, առավոտվա զարմանքներ, կռվարարներ եւ ընդհանրապես շատ ստեղծագործներում երևում է Աղասի Այվազյանի այս հետաքրքիր մտորումները նախասկզբի մասին, որտեղից նա աչք է բացի հիմնական պապերի տան, բույրը, ուտեստները, վերաբերմունքը, մորաքույրների կերպարը, մոր ներկայությունը, հոր լրակյացությունը, որը շատ հատուկ է Էրզրումից եկած ընդհանրապես վրացահայի տեսակին, այսպես քիչ բառերով եւ ցույց տալով իր սերը, որը հետո շարունակվեց եւ ավելի ոսկլտուն ընթացք ստացավ Մանչերը պիեսում, Հանձին Կարապետի կերպարի, այս հետաքրքիր մարդը, որը միայն ուզում էր տեսնել իր ընտանիքը առողջ, ուժեղ, երջանիկ եւ դրա համար նա նույնիսկ դժբախտության մեջ հայտնվեց։ Բայց հասավ նրան, որ պահպանեց իր ազգային տեսակը, իր նախաստեղծ վիճակը։ Տիկին Փաշայան, անդրադառնանք Այվազյանի Թիֆլիսյան տարիներին։ Բարձրագույն ուսումնառություն Թիֆլիսում եւ Երևանում, այնուհետեւ աշխատանքային շրջան մինչեւ 65 թիվը, երբ նա տեղափոխվում է Երևան։ Որտեղ է սովորել, հիմնականում որտեղ է աշխատել նա Թիֆլիսում եւ ինչու տեղափոխվեց Երևան։ Թիֆլիսյան տարիները շատ բախտորոշ եւ հետաքրքիր տարիներ էին, որտեղ լույս տեսավ Աղասի Այվազյանի առաջին ժողովածուն Անձրևը, եւ Թիֆլիսը ըստ էության լավ արտացոլվեց նրա ամբողջ ստեղծագործական գործունեության ամենալուրջ հենակետերից մեկն է։ Սակայն Աղասի Այվազյանը այնպիսի արվեստագետ էր, որը որտեղ էլ որ լիներ, նա պիտի կապվեր եւ տեսներ գեղագիտությունը քաղաքի։ Այս դեպքում Թիֆլիսում ապրել եւ Թիֆլիսը բերեց իր գրականություն եւ առաջին ժողովածույում այդքան չէ, բայց հետագայում իհարկե թթի ամիսը եւ Դիպլիպիտո ժողովածույում մանավանդ հետո էլ Թիֆլիսը ցայտուն ձևով արտացոլվեց իր բոլոր ուրեմն գեղեցկություններով, ամբողջ իր գեղագիտությամբ, նիստուկացը Թիֆլիսյան, ամբողջ ապրելակերպը դա մի հսկա լաբորատորիա էր Աղասի Այվազյանի համար, որը նա դարձրեց կերպավորեց քաղաք առհասարակ, շատ ստեղծագործներ պարզապես գրում են Թիֆլիսի ազդեցությունը, Թիֆլիսյան ցուցանակներ, Դաղյուսը, Օրթաճալայի բաղերը եւ այլն։ Սակայն նրա ամենամեծ երազանքը Հայաստանում ապրել եւ լինելն էր, որը նա իրականացրեց 65 թվականին, երբ արդեն 40 տարեկան էր, իսկ դա արդեն լուրջ տարիք է, բավական հասուն, եւ նա հայտնվեց Երևանում եւ զարմացած էր անիստուկացի նոր փոփոխություններ էին նրան սպասվում։ Աշխարհում դժվար է, գտնել մի հայ, որը չիմանա Եռանկյունի ֆիլմի մասին, հանրահայտ է նաեւ Այվազյանի սցենարով գրված Հայրիկ ֆիլմը,
արդեն գրեթե ժողովրդականի վերածված Երազիմ երկիր հայրենի երգը, այլև այլ ֆիլմեր, պիեսներ, պատմվածքի ժողովածուներ։ Իմ գրադարանում ես Այվազյանական գրքերի մի ողջ շարք ունեմ։ Ի վերջո, ինչպես էր հաջողվել Աղասի Այվազյանին արվեստի մի քանի ուղղություններում հասնել այդքան բարձր դիրքերի։ Այո, արվեստի 5 ուղղություն, սակայն գրականությունը վճռորոշ է, գրականությունը հիմքն է, արմատն է, որից արդեն ծագում են մյուս ուղղություններ, ինչքան էլ որ հոգով սրտով կապված էր Աղասի Այվազյանը կինոյին, նաև գեղանկարչությանը, նաև հրաշալի ղմբագիր էր Հայություն թերթի եւ ընդհանրապես հրապարակախոս որպես այնուամենայնիվ Աղասի Այվազյանը առաջին հերթին գրող է եւ հատկապես Եռանկյունին բոլորը նրան ճանաչում են այս գործով, ճիշտ է, սա ամենաուժեղը չէ Աղասի Այվազյանի, ես հստակ ասում եմ սրա մասին, լավագույն գործ է, բայց ասել որ ամենախոշորն է եւ իր ներքին բովանդակությամբ, այսինքն Աղասի Այվազյանը դրանից հետո շատ ավելի բյուրեղացավ հետագա ստեղծագործություններում։ Ֆիլմի շնորհիվ երևի առավել հանրահայտ այդպես է, ֆիլմը անկախատեսելի է եւ սերը ֆիլմի նկատմամբ նույնպես անկախատեսելի է, որտեղ ժողովուրդը սիրեց այդ ֆիլմը, դա ճշմարիտ էր։ Նա իր ընտանիքն էր բերել այստեղ, նա իր Գերդաստանի պատմություններ բերել, նա դարբինների պատմություններ բերել։ Եռանկյունին Հայաստանի փոքրիկ մոդելն է։ Այստեղ սա է, այսինքն Եռանկյունն այս 3 մասերով նա ցույց է տվել, որ տատուն կարծես լինի, որի մեջ կրակ պիտի լինի։ Այս դարբնի կրակը, օջախը, քուրան, նա օգտագործել է որպես երկրի տաքություն, երկրի օջախի ներկայություն։ Տխուր է կյանքը, տխուր է Եռանկյունին, պատերազմ է աշխարհում, տխրում է Եռանկյունին։ Բացվում են պատերազմի աչքերը, բացվում է նաև դուռը եւ այլևս չի փակվում, որովհետեւ դուրս են գալիս մկրտիչները։ Եվ այս սերը, այս ներքին կրակը իրոք նրանց մեջ կար եւ այն ինչ որ կատարվում էր Եռանկյունիում եւ այդ բոլոր նկրտումները, որներ Աղասի Այվազյանը հայրենիքի շուրջ, օջախի շուրջ, ընտանիքի շուրջ նա ձևավորեց այստեղ, որ իհարկե զարգացում ունեցավ հետագայում ընտանիքի հայրը վիպակում, որտեղ հորդ կերպարը բարձրացրեց, ճիշտ է հայրը հեռանում էր, հայրը գնում էր, բայց նա դարձյալ վերադառնում էր։ Առհասարակ հայ երևույթի հայ մարդու կերպարի մեջ շատ կալ գնալ ինչ որտեղ եւ վերադառնալ։ Կարևոր չէ ուր, բայց հայրերը միշտ վերադարձի մեջ են պատկերված։ Աղասի Այվազյանը նորարար է, նա կինոյում նույնպես նորարար է, գրականության մեջ նույնպես նորարար է, նույնպես նորարարն է նաեւ իր խոսքում, հրապարակախոսության մեջ, գեղանկարչության մեջ, նաև նրա դրամատուրգիան ուղղակի հզոր դրամատուրգիա է, բացառիկ դրամատուրգիա է մեր հայ իրականության, ընդհանրապես մտավոր մշակույթի պատմության մեջ եւ առանց նրա ներկայության առհասարակ հնարավոր չէ պատկերացնել 20-րդ դարի, այսինքն 60-ականից այսօր եկող այս հետաքրքիր շարժումը, որը ազդել է, իր դպրոցն է ստեղծել։ Այսինքն Աղասի Այվազյանի ներկայությունը սոց ներկայություն չէ, նա ինքնին չէ, նա տարածական է, այսինքն այս ամենը ազդել է ընդհանրապես մեր մտավոր մշակույթի բոլոր գրեթե բոլոր շերտերի վրա։ Մի փոքր նրա գրքերը առանձնացնենք, նա ունի պիեսների ժողովածուներ, ունի հուշեր, ինքնակենսագրական պատումներ ունի եւ զարմանալի է, որ նրա բոլոր այդ գրքերի մեջ, այսպես կարծես թե զուգահեռաբար նրա նկարներն են, հա, այսպես ասենք, գեղանկարներ են կոչվում դրանք։ Այո, գեղանկար չէ, Եվ կարծես թե հենց սյուժեին բնորոշ այդպես այդ գեղանկարները առանձին հմայք են հաղորդում նրա գրքերին։ Զարմանալի արվեստագետ է Աղասի Այվազյանը, նա իր ձեռքով 2 անգամ կազմել է իր ընտիր երկերի, սա շատ կարևոր է։ Մեկը 80-ականներին, իսկ հետո անկախացման տարիներին Հայաստանի։ Եվ սա նույնիսկ հետաքրքիր պատկեր է, թե ինչպես են ազգում եւ տեսնում իր լավագույն գործերը։ Այ հենց առաջին ընտիր երկերում նա ցույց է տվել ուղակի մատնանշել այն բոլոր ստեղծագործությունները, որոնց մեջ է հենց իսկական բյուրեղացած Աղասի Այվազյանը երկրորդ անգամ անկախացման տարիներին։ Շատ բեղուն է նրա գրիչը, մենք դժվար թե գտնենք իսկապես մեր իրականության մեջ այդպիսի արվեստագետ, որը 14 տարեկանից սկսելով գրել սկսելով միջև կյանքի վերջին ամիսը գրեթե ստեղծագործել է, այսինքն երբեք նրա գրիչը կանգ չի առել։ Նա անverջ գրել է վերջին գիրքը, ես եմ բախտ ունեցել խմբագրելու նրա մահվանից հետո Խորքի խորությունը, երբ նա գանված էր անկողնում, միջև վերջ, երբ նա ուներ գիտակցություն, նա շարունակել է գրել։ Եվ դրանք սոսկ գրվածքներ չեն, դրանք խորունկ լուրջ ստեղծագործություններ են։ Այսինքն Աղասի Այվազյանն իսկապես գրողի
բացառիկ նկարագիր ունի անընդհատ ժամանակ առ ժամանակ այսպես կազմել եւ հրատարակության է հանձնել բավական հետաքրքիր գրքեր իր պիեսները նա տարբեր ժողովածուներում եւ թթի ամիսը ժողովածում եւ դիպլիպիտոյում եւ առանձին թատրոն վերնագրով այդպիսի ժողովածու սակայն նամավանից հետո կինը Գրետա Վերդյան-Այվազյանը ձեռնամուխ եղավ հայերեն այս 23 պիեսներ հրատարակման փաստը տեսանք եւ նաեւ ռուսերեն թարգմանությունը ինչպես նաեւ կատարեցինք շատ հետաքրքիր աշխատանք փառատոների հետ կապված մենք միասին ուրեմն ձեռնարկեցինք եւ ընթերցումները եւ հետագայում թատերական փառատոները Ասիա Այվազյանի ստեղծագործությունների շուրջ դերևս մեկ ընթերցումների ժողովածու է ոչ երկու արդեն երկու այո 2010-ին եւ 2008-ին երկու անգամ գրողի մահվանից անմիջապես հետո առաջին ընթերցումը Պետհամասանում եւ հետո տեխնիկային թատրոնում եւ փառատոններ երկու թատերական Եթե չեմ սխալվում նաեւ գոյություն ունի Աղասի Այվազյան հիմնադրամ Այո հիմնադրամ հենց հիմնադրամն է այո անմիջապես մահվանից հետո է ստեղծվել ես այդ հիմնադրամի անդամներից մեկն եմ եւ հիմնադրամի ուրեմն շնորհիվ այսքան աշխատանք կատարվեց այսինքն բացառիկ է Գրետա Վերդյան-Այվազյանի դերը այս առումով որտեվ նա իրոք միջև այսօր նվիրյալ է Աղասի Այվազյանի ստեղծագործական գործունեությանը եւ շարունակում է այդ աշխատանքը Տիկին Փաշյան կխնդրեի փոքր ավելի անդրադառնայինք Եռանկյունուն ինձ միշտ հետաքրքրել է Մկրտիչների պատմությունը որոնցից մեկը Աղասի Այվազյանի հայրն է բայց ես որքան կենսագրականում կարդացել եմ հոր անունը Սիմոն է Այո որտեղ է տեղի ունեցել այսինքն ներկայացվող պատկերները հայրենի Աբաստումանում են Ախալցխայում Թիֆլիսում այսինքն սա Աղասի Այվազյանը ոչ մի անուն չի նշում ասում է քաղաքում փոքրիկ այդ քաղաքում ես եթե պետք է հասկանալ հենց Ախալցխան կարծում եմ ես ենթադրում եմ պարզապես բարբարից էրժումի եւ խոսվածքից նիստուկացից հստակ է նա չի տալիս անուն չի տալիս, որտեվ նա ստեղծել է գործ հայ մարդու Հայաստանի պատկեր է ներկայացնում։ Մի մեծ կտավ կարծես լինի, ռելիեֆը հոգեբանական հայկական է։ Եթե չեմ սխալվում, ինքը նշում է, որ այդ Եռանկյունու վերացումից հետո տեղը ինչ որ գործարան կառուցվեց։ Այո, վերջին հատվածն է, այո, վերջին հատվածը եւ ասում է բարձրացավ սև չէ, այսպես քուլա, սև, այսինքն փակվեց Եռանկյունին, հին աշխարհի կործանումն է եւ շատ այլաբանական ձևով կարելի է սա հասկանալ։ Նոր դարաշրջան։ Այո, նոր դարաշրջան ենք մտնում եւ պատերազմն է ավարտվել, փոխվեցին շատ այսպես քաղաքական իրադարձներ տեղի ունեցան եւ մարդն էլ փոխվեց։ Փակվեց Եռանկյունը, այդպես որպես այդպեսին եւ մանկությունը փակվեց եւ պատանեկությունը ավարտվեց եւ նոր շրջան սկսվեց Աղասի Այվազյանի դեպ իսկապես այս շրջանը նոր էր։ Աղասի Այվազյանը նյութական եւ բարոյական եւ հոգեբանական շատ դժվարություններ հաղթարեց այս շրջանում, որտեղ նա եկել էր Երևան եւ այդ ֆիլմի հենց ստեղծման պատմությունը իսկապես ծանր ժամանակաշրջան եւ նաեւ բարոյական հաղթանակ, սակայն հոգեվոր առումով բավական բարդ դրա մասին դեռ շատ կգրվի։ Ես զրուցել եմ Աղասի Այվազյանի հետ եւ գիտեմ թե ինչպիսի հետաքրքիր միկրոաշխարհում էր նա ապրում այդ շրջանում։ Պատկերացրեք մարդը, որ նոր է եկել Հայաստան, չէ, նոր է հարմարվում եւ այդպիսի մեծ ֆիլմ պիտի նկարվի եւ ինչպիսի դժվարություններով այն տարիներին սցենարի հետ կապված մենք գիտենք որ այնտեղ նաև երգ հնչեց, որը տաունակ էր բոլորովին այն ժամանակների համար։ Մի այդպիսի երգ էլ ստեղծվեց նաև Հայրիկ ֆիլմի ժամանակ, ընտանիքի հայրը, այո, որը տեքստը Աղասի Այվազյանինն է եւ այսօր այս հարցը դեռ այսպես մի քիչ այսպես մառախլապատ երաժշտության հեղինակը։ Երաժշտությունը շատ տաունակ է, այսօր չեմ ուզում դրա մասին խոսել, իհարկե, բայց ամեն դեպքում Ռոբերտ Ամիրխանյանը մշակում է կատարել, այդ ունի իր այսպես մասնակցությունը, բայց տեքստը Աղասի Այվազյանինն է հստակ։ Ինքն է ինձ պատմել այդ պատմությունը, ես արդեն դրա մասին շատ եմ խոսել, տեքստը նրանն է։ Վերադառնալով Եռանկյունուն, գոհ էր նա ֆիլմից, այսինքն ֆիլմում այնպիսի հռչակավոր դերասաններ են, ինչպիսին Մհեր Մկրտչյանը եւ մյուսները, ինչ վերաբերմունք ուներ նա ֆիլմին նկատմամբ։ Ոչ, նա գոհ չէր։ Նա գոհ չէր, ինչպես ցանկացած հեղինակ, որտեղ ռեժիսորը իր կերպարն է դնում։ Այստեղ Հերիկ Մալյանը ամբողջովին Հերիկ Մալյանն էր։ Ինչքան նրանք մտերիմ էին եւ շատ լավ ընկերներ են եղել, ամեն դեպքում հարգելով եւ անհատականությունը Հերիկ Մալյան, իսկ Հերիկ Մալյանը գրել է Աղասի Այվազյանի մասին շատ բարձր։ Նա ասել է, որ Աղասի Այվազյանի հերոսները զարմանալու են, եթե անգամ կոշկակար են կամ նույնիսկ լքյալ ինչ որ մասնագիտություն ունեն, ամեն դեպքում նրանք մտավորական են, այսպես է տեսել Այվազյանի հերոսներին։
այսինքն եւ Աղասի Այվազյանն էլ շատ բարձր է գնահատել Հենրիկ Մալյանի արվեստը, սակայն ֆիլմը ջարդում է հեղինակի այն ամեն ինչ որ կա ստեղծագործության մեջ եւ ես չգիտեմ կա այդպիսի մեկը որ շատ հավանի այն ֆիլմը այսինքն որ իրենն է այստեղ կան հետա բայց իհարկե սիրում էր կապված էր այդ ֆիլմին որտեվ այդ ֆիլմի ժամանակ նա շատ հետաքրքիր ապրումներ խորհրդավոր իրականության մեջ է եղել եւ նույնիսկ այդ մեղն են իրեն նվիրել որի վրա անդադ խփել են եւ վերել են նվիրել որպես հիշատակ այս բոլոր հետաքրքիր դեպքերի որտեվ ֆիլմ նկարելը մի կյանք է ամեն մի ֆիլմ մարդուց շատ մեծ հոգևոր էներգիա է տանում այդպես է ապրել նաև Աղասի Այվազյանը այնից կիլոգրամներ է կորցրել եւ այդ բավական հաղթանդամ տղամարդը մի բուռ է դարձել հետո պետք է նրան վերականգնվել դե պատկերացեք ինչպիսի եզրամար նախապես ասացի ինչպիսի շարժման եւ ընդհանրապես ինչպիսի միկրոաշխարհում է ապրել այդ շրջանում այո բռնցքամարտիկ է եղել նա եւ ունի այդպիսի ստեղծագործներ որոնք բռնցքամարտիկին են վերաբերում տարիքն առած բռնցքամարտիկ այդպիսի մի գործ ունի Տիկին Փաշայան, հաղորդման ավարտին կխնդրեի ձեզ անդրադառնալ Աղասի Այվազյանի լավատեսական հայացքներին, հա։ Նա 21-րդ դար թևակողեց հաղթանակած հայի կերպարով, անգամ իր շուրջը կատարվող անարդարություններն ու բացասագանգույնները նրա համար ոչինչ չէին, երբ նա խոսում էր մեր անկախության, մեր արժեքների, իր պաշտելի Երևանի, Թամանյանի, Աբովյանի, Աշտարակեցու եւ ընդհանրապես իր պաշտելի հայ տեսակի մասին, հա։ Որն էր նրա ապրած կյանքի խորհուրդը եւ 2007 թվականին հեռանալով կյանքից ինչ պատկամ թողեց նա մեզ Այստեղ պետք է պատասխանը փնտրել հենց Աղասի Այվազյանի ստեղծագործներում։ Ես կհիշեցնեմ երկու գործ՝ Սուրհանդակը եւ կոմպոզիցիայի հարցը։ Սուրհանդակը ստեղծագործն լավագույն ստեղծագործություն կարելի է համարել Աղասի Այվազյանի ստեղծագործական գործունեության թթի ամիսը ժողովածուից։ Բացառիկ լավատեսական ստեղծագործությունից պատմողը հերոսն ասում է դուք ինձ երևի համբակի տեղ եք դնում, որ այսքան լավատես եմ։ Զարմանալիորեն նույնիսկ մատնանշում է իր բարի եւ լավատես լինելու այս ուրեմն իրողությունը ամբողջ պատմությունը նրանում է որ Աղասի Այվազյանը ստեղծագործության մեջ ցույց է տալիս նաև ճանապարհը ինչպես հասնել ազգային բարձրագույն գիտակցության դա բարեկամության ստեղծման անհրաժեշտությունն է եւ հոգեվոր այսպես արմատական շարունակությունն է ասում է ես ունեմ մի ափսե երկուսից էլ հերիք է ես ունեմ մի երկիր երկուսից էլ հերիք է ես կգտնեմ մի աշխատանք եւ կաշխատենք միասին միասնության եւ քչի մեջ մեծ պարունակություն տեսնելու հետագիծ է փնտրում այսպես է նա տեսնում կոմպոզիցիայի հարցում նա տեսնում է որ գնում են Հայաստանից անընդհատ հեռանում են ասում է հեռանում են ճիշտ է հեռանում են բայց մի օր կգան կոմպոզիցիայի հարց է ինչպես գնացել են այնպես էլ ետ կգան ու եկողների մեջ կլինեն Թամանյաններ կլինեն այնպիսի մարդիկ որոնց երբեք չէիր կարող պատկերացնել որ նրանք երբևէ կվերադառնան Թամանյանը վառ օրինակ որ Թամանյանի մասին պոեմվացն շենքի եւ շինության հենց այս ստեղծագործության մեջ լավատեսական բարձր ստեղծագործությունն է սա շատ նախ եւ նորություն է մեր արձակում պատմելու իր պատումի կառուցվածքով նա վեր է հանել այնպիսի մեծ երևույթի կերպար առանց որի հնարավոր չէր պատկերացնել Երևանը առհասարակ մեր ճարտարապետական ամբողջ փիլիսոփայական մտածողությամբ մենք պարտական ենք Ալեքսանդր Թամանյանին Ալեքսանդր Թամանյանը եկավ մի երկիր որը այստեղ համարյա գրեթե ոչինչ չկար հենց Թամանյանի լուսավոր կերպարով այդ երկխոսություններում կնոջ հետ ընկերների հետ երևում է հենց այս մի կերպարով նա ցույց է տալիս ինչպես կարելի է ոչնչից ստեղծել երկիր հենց այս օրինակով եւ նույնիսկ այն միտումը որ ինչու են այսքան տներ կառուցում եւ ովքեր են այս տներ կառուցողները իսկ նա վերնագրել է իր ստեղծագործությունը կեցեն տուն շինողները որտեվ հայ մարդու ներքին բնավորության մեջ անդադ տուն ստեղծելու հետաքրքիր այսպես բան կա, չէ՞ միտում եւ նա նույնիսկ դրա մեջ է լավ բան տեսնում։ Նա ասում է, եթե ուզում ես ոչնչանալ եւ կորչել, դա շատ հեշտ է, բայց ուզում ես այդպիսի ուղի բռնել, քո ազգը այսքան տառապել եւ եկել է այստեղ հասել, ինչ է դու թողնում ես այս ամենը։ Եվ ինձ ստեղծագործության մեջ որ կոչվում է հավատ, նա ասում է սիրիր քեզ փշուր եւ կսիրի քեզ ամբողջ աշխարհը։ Սա հետաքրքիր պատգամ է, այսա նրա վերջին շրջանի պատգամներից մեկն է, որը նա հղեց իր ստեղծագործության մեջ եւ բարձրացրեց այս կոչը, որ ճիշտ է փշուր, բայց փշուր է, այն կա եւ կարող է նա
ավելի մեծացնել իր տարածքը, չէ, փշուրները եթե հավաքվեն, մի հսկա տարածք ունենան։ Անվերջ լավատես էր եւ հասկանալով էր լավատես։ Նա գիտեր, որ մենք ունենք այնպիսի մտավոր կարողություններ եւ մարդկային այնպիսի ռեսուրսներ, տաղանդավոր եւ մեծ պատմություն, մտավոր մշակույթ ունենք։ Այսինքն մի ժողովուրդ, որ ունի այդպիսի պատմություն, չի կարող անհետանալ։ Հավատում էր սրան եւ միջև վերջ էր հավատում։ Այսինքն ես երբեք չեմ տեսել շատ դրույթներում խոսել ենք դրա մասին եւ մշտապես ունեցել այդ վառ լավատեսությունը։ Միայն պետք է ճիշտ ուղղորդել եւ ամեն ինչ ասում էր, որ կարծես կարգ լինի մեր երկիրը, որը պատրաստ է։ Մնում է միայն հրել այս կարգը եւ նա կգնա։ Այսպես էր նա տեսնում, որովհետեւ հավատում էր հայ մարդու ճակատագրական երջանկություն վաստակելու հնարավորությանը։ Եվ նաև նրա մեջ խոսում էր ազնվագույն մարդու գեները, ընդ Կարնո բարձր հայքի, Ախալցխայի եւ այստեղից էր նրա սերը կարծես թե քաղաքի նկատմամբ։ Նա Երևանի նկատմամբ յուրօրինակ սեր ուներ։ Ես չգիտեմ Թամանյանից էր դա փոխանցվել, թե հենց Երևանը սիրելով էր նա Թամանյանին։ Նա շրջում էր ամբողջ քաղաքում եւ որտեղ որ նոր կառույց էր տեսնում, կամուրջ էր տեսնում, նա ամեն օր գնում էր եւ հիվանդ ժամանակ անգամ եւ նա ծանր արդեն հիվանդ էր, նա գնաց Հյուսային պողոտա եւ նայում էր այդ, որտեղ Թամանյանի նախագիծն էր, շարունակություններ։ Նա ուզում էր անպայման տեսնել նոր աչք փակել։ Հենց լուսանկարել ունի։ Այո, Հյուսային պողոտան նա տնտղեց, տեսավ եւ բախտավոր էր իրեն համարում, որ ոտք դրեց այդտեղ։ Չկար այնպիսի մի իրադարձություն իր քաղաքում, իր երկրում, որին նա սիրով եւ մեծ նա պետական մտածողություններ եւ ես սիրում էր ամբողջությամբ։ Կարելի էր մշտապես քննադատել ինչ որ մեկին, նա սակայն դրանով չէր զբաղվում, նա իր գրով հենց ցույց տվեց ինչպես կարելի է լավ երկիր ունենալ, որտեղ մարդը պետք է սկսի նախ իր ներսից, նա բնավորության առանձնահատկությունները ցույց տվեց, այս կռվարարներ գործում նա ցույց տվեց, որ մենք ունենք այդ փոքրիկ գիծը, այլ լավ կլիներ որ չլիներ, բայց մեր կռվարությունները գալիս են մեր ներքին դժբախտությունից, որ պետք է վանենք, ցեղի ֆիզիոլոգիայում բոլոր հատկանիշները, այսինքն լավ ցույց տալով մեր բոլոր արժանինքները եւ ընդհանրապես բոլոր հնարավորությունները նա ցույց տվեց նաեւ թերությունները եւ ինչպես պետք է հասնել նրան, որ կայացած եւ կարգին երկիր ունենանք եւ մարդը ձևավորված լինի որպես երջանկագույն տեսակը եւ կնոջ բացառիկ եւ հենվեց հիմնականում ընտանիքի վրա։ Նրա ինչպես Մուրացյանը ժամանակին ասում էր, որ պետության ամենաամուր անկյուններից մեկը ընտանիքն է, Աղասի Այվազյանը եւս եկավ այդ եզրակացության եւ նա ընտանիքի հիմքում առաջին հերթին տեսնում էր հորը, այս հոր կերպարը, որը երկի մեջ էր շատ լավ, այնտեղ բոլոր արական սերը, եթե հիշում ենք երգը, ապա տեսնում ենք այնտեղ չէ, որդիները, պապերը, հայրերը, այսինքն հենակետը ուժեղ սերն է։ Աղասի Այվազյանի համար ընտանիքը առաջին հերթին հայրն է եւ մոր սուրբ ներկայությունը, մաքուր։ Պատահական չի, որ նրա գիրքը վերնագրված է գրքերից մեկը ընտանիքի հայրը, այո, այդպես է։ Ես կարծում եմ, որ Աղասի Այվազյանի ժամանակները, այսինքն որպես գրողի եւ հրապարակախոսի դեռ նոր են գալու եւ դրա առաջին նախապայմաններից մեկը մոտենալ, կարդալ նրա ստեղծագործությունները, սա է գլխավորը։ Նրան ճանաչել նշանակում է ճանաչել նրա գիրը, իսկ այդ գիրը ճանաչելուց հետո ցանկացած ընթերցող պարզապես կսիրահարվի նրա արվեստին, համոզված եմ։ Իսկ նրա գիրը ճանաչել նշանակում է ճանաչել Հայաստանը եւ հայ տեսակը։ Եվ հայ մարդուն։ Այո, շնորհակալություն Տիկին Փաշյան, հետաքրքիր զրույցի համար, հարգելի ռադիոընկերներ, դուք լսում եք լրատվական ռադիոն, եթերում Երկիր Զաբախը հաղորդումներ, տաղավարում ձեզ հետ էի ես Վահե Սարգսյանս եւ բանասիրական գիտությունների թեկնածու Այվազյանագետ Անի Փաշայանը։ Հիշեցնեմ, որ Ջավախքի մեծերի շարքում մենք ձեր ուշադրությանը ներկայացրեցինք անվանի մտավորական կինոսցենարիստ, արձակագիր Աղասի Այվազյանի կյանքը եւ ստեղծագործական ժառանգությունը։ Ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ որոնենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի, ցտեսություն։